Պատերազմներ էին մղվում Ադրբեջանի այն շրջանի համար, որտեղ հայ բնակչություն կար Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Առաջին պատերազմը մեզ հայտնի է տեղի է ունեցել Խորհրդային Միության վերջում, երկրորդը 2020 թվականին, մինչև Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց իր տարածքի նկատմամբ 2023 թվական սեպտեմբերին։ Անցած ամիս Բաքուն և Երևանը համաձայնության հասան խաղաղության պայմանագրի շուրջ, որը պատրաստ է ստորագրման։ Ի՞նչն է խանգարում, որպեսզի համաձայնագիրը վերջնականացվի և կյանքի կոչվի։ Thank you. First of all, it's a great pleasure to be a party of Antalya Diplomacy Forum. So I had a chance to participate in all. Շնորհակալություն, նախ եւ առաջ մեծ հաճույք է լինել Անտալիայի դիվանագիտական ֆորումի մասնակից։ Ես հնարավորություն եմ ունեցել մասնակցել բոլոր նախորդ ֆորումներին։ Ու մենք շատ գոհ ենք ֆորումի անընդհատ աճող նշանակությունից, որպես գլոբալ օրակարգի կարևորագույն հարցերի քննարկման կենտրոն։ Issues in the global agenda, and I would like first of all to thank my esteemed colleague and brother Minister Hakan Fidan. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Հակի Բեյին եւ նրա թիմին հրավերի ու հրաշալի կազմակերպման համար։ Հիմա ձեր հարցին, դուք լիովին իրավացի եք։ Right, that as a result of the Հայաստանը եւ Ադրբեջանը հարավային Կովկասում իրենց միջև երկարամյա հակամարտության հետևանքով այժմ ունեն պատմական հնարավորություն հարաբերությունների նորմալացման համար։ The historical opportunities for normalization appeared, and right after the end of the 44 days patriotic war. 44 օրյա հայրենական պատերազմից եւ նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումից անմիջապես հետո Ադրբեջանը առաջարկեց Հայաստանին սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ։ Այս նախաձեռնությամբ Ադրբեջանը հանդես եկավ 2021 թվականին, իսկ արդեն 2022 թվականի փետրվարին ներկայացրեց խաղաղության պայմանագրի հիմք կազմող 5 սկզբունքներ։ Starting from October 2022, we start physical, let's say, engagement with the Armenian. Հոկտեմբերից սկսեցինք փաստացի շփումներ հայաստանյան կողմի հետ, բազմաթիվ բանակցային փուլերով ու փաստաթղթերի փոխանակմամբ։ And as you correctly mentioned, last month we two parties. Ինչպես դուք նշեցիք, անցած ամիս երկու կողմերը մոտ 2.5 տարվա գործընթացից հետո ավարտին հասցրին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, ինչը մենք գնահատում ենք որպես լուրջ առաջընթաց եւ պատմական ձեռքբերում։ About the further steps which are necessary in order to be implemented for the full finalization of this process, a signing of the peace agreement. So this is again long-standing. Պայմանագրի վերջնականացման ու իրագործման համար անհրաժեշտ հաջորդ քայլերի մասին։ Our counterparts, our partners in Armenia are well aware. This is first of all to dissolve the obsolete and dysfunctional. Ադրբեջանի Հանրապետության կայուն եւ հստակ դիրքորոշումն այն է, որ առաջին հերթին անհրաժեշտ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող խնացած եւ ոչ արդյունավետ կառույցները։ Make necessary changes to Armenian constitution. Ինչպես նաեւ Հայաստանի սահմանադրությունում կատարել փոփոխություններ, վերացնելու տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ այս քայլերով այլ խոչընդոտներ չեն լինի երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի վերջնականացման ստորագրման ճանապարհին։ Agreement on establishment of peace and interstate relation between two countries. Ararat Mirzoyan, after Azerbaijan and Armenia. Արցայկական կողմի նախարարին։ Հայաստանը եւ Ադրբեջանը հաջողությամբ եզրափակեցին խաղաղ բանակցությունները անցած ամիս։ Ձեր ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Այս պահին լսեցիք ադրբեջանցի պաշտոնակցի մտահոգությունները, որոնք Բաքուն ներկայացնում է նախքան համաձայնագրի ստորագրումը։ Արդյոք Երևանը պատրաստ է արձագանքել այդ մտահոգություններին եւ որ հարցերն են մնացել չլուծված, եթե կան այդպիսիք։
Well, thank you very much for the invitation. I would also join. Շնորհակալություն հրավերի համար։ Ես նույնպես միանում եմ գործընկերոջս իմ երախտագիտությունը հայտնելու այս փառահեղ դիվանագիտական ֆորումի կազմակերպիչներին։ Coming to your question, you know, it's a matter of an approach. I don't think that Ձեր հարցին անդրադառնալով, դա մոտեցման հարց է։ constructive right now and Չեմ կարծում, որ խորը անցյալ գնալը այս պահին կառուցողական կլինի կամ կօգնի բոլորիս հասնել բոլորի համար շահավետ լուծումների։ I would rather prefer to focus on the present and on the future, because if we focus on the obstacles, if we focus on the Ավելի շուտ պետք է կենտրոնանանք ներկայի եւ ապագայի վրա, քանի որ եթե շեշտը դնենք խոչընդոտների վրա, պատմական խնդիրների վրա, սկսենք վիճել այն մասին, թե ով տարածքն ում էր պատկանում 100 տարի առաջ, կամ ով ավելի մեծ քանակով սպանեց մյուսի ազգի ներկայացուցիչներին, jointly ապա ելի մի նոր հակամարտության առաջ կհայտնվենք։ of the government of a republic. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի ցանկությունը մեր կողմից առնվազն կայանում է նրանում, որ հաստատենք երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում, հատկապես մեր հարաբերություններում ու կարգավորման գործընթացում Ադրբեջանի հետ։ You're completely right. We Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա դուք ճիշտ եք։ succeeded to agree over Երկար բանակցություններից հետո մենք համաձայնեցրել ենք դրա տեքստը։ and we also suggested to immediately start consultations on defining Մենք նույնպես առաջարկել ենք շուտապույտ խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման վայրն ու ժամանակը որոշելու նպատակով։ is this peace agreement is Արդյոք այս խաղաղության պայմանագիրը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին։ of course not. Իհարկե ոչ, չեմ կարծում, թե գոյություն ունի որևէ պայմանագիր, որը կարտահայտի բոլոր հարցերի պատասխանները։ Possible issues. This is a basis. This is a start. Սա հիմք է հարաբերությունների սկիզբ։ Of course, there are many remaining issues, and we can Իհարկե շատ հարցեր դեռ մնում են։ discussion regarding. Մենք կարող ենք շարունակել այդ հարցերի քննարկումը եւ նոր հնարավորություններ որոնել համագործակցության համար, քանզի սա միայն սկիզբ է։ And it's important to note that in this agreed text of the agreement, we have a provision which says that we are establishing a bilateral commission. Կարևոր է նշել, որ համաձայնեցված տեքստում կա դրույթ, որով ստեղծվում է երկկողմ հանձնաժողով, զբաղվելու մնացած բոլոր հարցերով։ Այդ թվում պայմանագրի առանձին դրույթների մեկնաբանության խնդիրներով, ինչպես նաև այլ հնարավոր հարցերով։ Discussion of many other possible issues. And again, it's a matter of a decision. It's a matter of an approach. Այստեղ կարևոր է ընտրությունը։ Ինչ ենք մենք, որպես արտաքին գործերի նախարարներ, առաջարկում մեր հասարակություններին։ Suggest to our societies. What are we as countries suggest to the region, to the world? Is that digging again into the past or building Խոսքը վերաբերում է անցյալին, թե ապագայի համատեղ կառուցմանը, մեր քաղաքացիների բարօրության համար։ So we are confident that we have all the preconditions Մենք վստահ ենք, որ ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները պայմանագիրը ստորագրելու։ to start a new stage of dialogue, a new level. Երկխոսության նոր փուլ սկսելու եւ խաղաղ ու բարգավաճ հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար։ Նախ եւ առաջ հարավային Կովկասում եւ ավելի լայն տարածաշրջանում։ So this is Սա է մեր մոտեցումը։ Minister Bayramov spoke about very concrete conditions or preconditions. You know, the Minsk structures. We have expressed several times our readiness. Հարցին թե արդյոք մենք պատրաստ ենք լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցները, մեր պատասխանը հստակ է։ Structures. Այո, այդ կառույցները կարող են լուծարվել միայն այն ժամանակ, երբ հակամարտություն չլինի։ So this is an interesting question. Հարց է, հիմա մենք հակամարտություն ունենք։ Ոչ, փաստաթղթային առումով խաղաղության պայմանագիր դեռ չկա։ On the papers, we don't have an agreement on establishment of peace and interstate relations signed and ratified. So we can continue to philosophize on this issue, but the solution for us, at least for us, is obvious. We should sign the agreement, put
Բայց եթե մենք ստորագրենք պայմանագիրը, հնարավոր կլինի նույն օրը ստորագրել մեկ այլ փաստաթուղթ ԵԱՀԿ-ին դիմելով Մինսկի խմբի լուծարման հարցով եւ միաժամանակ սկսել հանձնաժողովի աշխատանքը։ And I'm not even saying which document should be the first. Let's sign the peace treaty. Let's sign a joint application to OSCE. Չկա առաջնահերթություն, որ փաստաթուղթն առաջինը ստորագրվի։ Let's establish the bilateral commission which I was talking about and start discussion of all possible questions. Minister Bayramov spoke also about the constitution of Armenia. Նախարար Պարամովն անդրադարձավ Հայաստանի սահմանադրությանը։ Եթե անկեղծ լինեմ, մենք նույնպես ունենք մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։ We are not saying this just to have in the principle of mirroring the issues. We are not saying this to have an equal condition or concern. I can explain. The Constitution of Republic of Armenia makes a reference to the Act of Independence, the document. Հայաստանի սահմանադրությունը հղում է անում անկախության հռչակագրին, որը փաստում է, որ Հայաստանը իրավահաջորդն է։ And we all know that the first Azerbaijani Republic Բայց Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր անկախության ժամանակ հայտարարում է շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ իրավասություն, այդ թվում ներկայիս Հայաստանի տարածքի շուրջ 60%-ը։ of current sovereign Armenian territories. So again, it's a matter of approach. From which end are we beginning? Are we going to have all answers to all possible questions and only then establish relations? Կրկին հարց է, ինչ ուղի ենք ընտրում։ Արդյոք նախ ուզում ենք պատասխանել բոլոր հարցերին եւ միայն դրանից հետո սկսել հարաբերություններ, թե հիմք ենք ընդունում արդեն համաձայնեցվածը։ Չմոռանանք, մենք ունենք աննախադեպ իրավիճակ։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ԽՍՀՄ փլուզման պահին գործող սահմաններով։ Within borders which existed by the time at the moment of the dissolution of Soviet Union. This sentence answers to so many questions and so many concerns. Are we going to build on this, or we are going to undermine this very tangible historic accomplishment and then bring another issue to the table of negotiations, another issue? It could become a never-ending process. Are we focusing on future or on the past? This is the conclusion. So, Minister Mirzoyan, it sounds like you want the agreement to be signed and the issues to be ironed out at a later date. But we heard Minister Bayramov mention that constitutional change that you just addressed, in which the Armenian constitution currently states that Karabakh is a part of Armenia. Do you acknowledge that that might be a concern for Baku? Thank you very much for this issue. So I am Շնորհակալություն հարցի համար։ Պաշտոնապես հայտարարում եմ եւ մեր սահմանադրությունը բաց փաստաթուղթ է։ Կարող եք ստուգել։ and correct me if I'm mistaken, but I assure you I'm not mistaken. There is nothing in the Constitution of Republic of Armenia Որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ չկա որևէ հոդված, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի մաս։ In the contrary, I said that we Թակարակը, ես նույնիսկ նշել եմ, որ մենք նույնպես ունենք մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության առնչությամբ, բայց շարունակաբար չենք շեշտում այդ հարցը։ Ինչու՞, որովհետև նույն այդ խաղաղության պայմանագրում մենք ունենք մի դրույթ, որտեղ հստակ ամրագրվում է կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը փոխադարձաբար our respective territorial integrities in a way which is fully acceptable for you and for us as well, because we agreed on that. And also we have a provision saying that ինչպես նաև մի դրույթ, can refer to their internal որ երկու կողմերն էլ չեն կարող խվում կատարել իրենց ներքին օրենսդրությանը պայմանագրի չկատարումը արդարացնելու համար։ I mean, it's really covered, and the shortest way to Այսինքն այդ հարցը փակված է, cover all possible եւ ամենակարճ ճանապարհը բոլոր խնդիրները լուծելու համար դա ստորագրելն ու վավերացնելն է։ of this agreement. Okay, Minister Bayramov, you've just heard the response there from Պարոն Բայրամով, ապենը լսեցիք ձեր հայ գործընկերոջ պատասխանը։ Ընդունում եք, որ գուցե կարելի է ստորագրել պայմանագիրը եւ դրանից հետո լուծել կողմերից ցանկացածի հնարավոր վերապահումները։ Actually, there are two fundamental problems. Իրականում երկու հիմնական խնդիր կա նախարարի խոսքի հետ կապված։ Նախ նախարարն ասաց, որ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի տարածքի մասին որևէ հիշատակում չկա։ And just I want to clarify, because I don't want to play with words.
but Ես ուզում եմ հստակեցնել, չեմ ցանկանում խաղալ բառերով, բայց կա Հայաստանի անկախության հռչակագիր, որտեղ խոսվում է Հայաստանի Հանրապետության ու Ղարաբաղի միավորման մասին։ and Armenian constitution makes a reference to the act of independence. And based on these, let's say, pieces of legislation, I mean the fundamental norms of the Armenian legislation, which is the constitution, many Իմ կընդունելով այդ փաստաթուղթը, ինչը հանդիսանում է հիմնական իրավական ակտ, վերջին 30 տարում ընդունվել են բազմաթիվ ստորադաս օրենքներ եւ որոշումներ, որոնք հաստատում են նույն նարատիվը։ Talking about the specifics of the peace agreement. In reality, yes, peace agreement address many issues. Հիմա ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, հայտնի է, որ անկախ նրանից, թե ինչ ներառես պայմանագրում, քանի որ այն հանդիսանալու է Հայաստանի միջազգային պարտավորությունների մաս։ Will prevail over your domestic legislation. Այն նախնականորեն գերակայելու է ներքին օրենսդրությանը, բայց ոչ պարտադիր կերպով երկրի սահմանադրությանը կամ հանրակրվեի միջոցով ամրագրված դրույթներին։ Will only, focus on a peace agreement without resolving the situation with constitution. It means that from day one, peace agreement will be nil and void because it will be contradictory to the main law of the country, which is not the case. Another thing, what Azerbaijan is saying, this is from legal standpoint, from, let's say, strategical. Եթե կան հակասություններ սահմանադրության հետ, ապա այն իրավական տեսանկյունից կարող է համարվել անվավեր։ Always, let's say, the narrative, it was the fundament of Armenian legislation. This is also important just to understand Քաղաքական եւ ռազմավարական տեսանկյունից էլ սա կարևոր հարց է։ how they consider this, whether this, the population is ready. Քանի որ վերաբերում է Հայաստանի ժողովրդի եւ հանրության դիրքորոշմանը, արդյոք պատրաստ են նրանք հրաժարվել տարածքային հավակնություններից իրենց հարևանի նկատմամբ։ Եվ սա նոր նախապայման չի Ադրբեջանի կողմից։ Մենք այն բարձրաձայնում ենք արդեն 2 տարուց ավելի։ 2023 թվական մայիսին ԱՄՆ-ում մեր հանդիպումներից մեկի ժամանակ մենք պաշտոնական փաստաթուղթ ենք ներկայացրել Հայաստանի մեր գործընկերներին։ But verbally we discussed this even before. Եվ մինչ այդ էլ բանավոր վեվև դիսկուստ այդ հարցը։ Դրան զուգահեռ սա ոչ մի արտասովոր բան չէ։ Another important element, so what we are saying, this is not something extraordinary in the modern history of other countries. Even if you look to the European continent, there are a number of cases when because of Նույնիսկ Եվրոպայի մայրցամաքում կան դեպքեր, երբ նմանատիպ հիմնախնդիրների պատճառով որոշ երկրներ անց են կացրել հանրակրվեներ եւ փոփոխություններ արել իրենց սահմանադրություններում։ So there is nothing extraordinary or let's say maximalistic. Այսպիսով, այստեղ չկա ոչինչ արտարոց կամ մաքսիմալիստական Ադրբեջանի կողմից։ To the last argument from Ինչ վերաբերում է նախարարի այն պնդմանը, որ Հայաստանը նույնպես ունի նման մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության նկատմամբ, նախ ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը։ First of all, it does not represent the reality. Azerbaijani constitution does not contain any Որովհետև Ադրբեջանի սահմանադրությունում որևէ հիշատակում չկա այն տարածքների մասին, որոնք այժմ կազմված են Հայաստանի Հանրապետության մեջ։ Կարծում եմ մեր հայկական գործընկերները շատ լավ գիտեն դա, այլապես նրանք վաղուց բարձրացրած կլինեին այդ հարցը։ Բացի այդ, թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի եւ այլ երկրների իրավական համակարգերը մոտավորապես նման են։ You cannot enter into international agreements if they are contradictory to the constitution of the country. Չես կարող ստորագրել միջազգային պայմանագիր, եթե այն բացահայտորեն հակասում է սահմանադրությանը։ Եթե հայկական կողմը իրոք համոզված լիներ, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային հավակնություն է դրսևորում Հայաստանի նկատմամբ, ապա խաղաղության պայմանագիրը ստորագրելով հարցը չէր լուծվի։ And they just ignore this fact because this is really strange. Because if you believe that the constitution of the other country has a territorial claim to your country, then you only pretend that you are signing, let's say, peace agreement which will handle this situation because it will be open. Because no international agreement Որևէ միջազգային պայմանագիր չի կարող ուղղակիորեն չեղարկել սահմանադրական դրույթը։ constitution. So, Minister Mirzoyan, before I get George's perspective on this, is your government willing to consider Արդյոք ձեր կառավարությունը պատրաստ է սահմանադրական հնարավոր փոփոխությունների։
Once again, thank you for your for this opportunity to reply to my colleagues' remark. Կրկին շնորհակալություն պատասխանելու հնարավորություն տրամադրելու համար։ Ես կարծում եի, որ դուք անմիջապես հարց կհղեիք մեր հարգելի վրացի գործընկերոջը, բայց պետք է պատասխանեմ։ If we go into legal, or if you want legalistic details, then Եթե մտնենք իրավաբանական կամ իրավակենտրոն մանրամասների մեջ, ապա շատ կարճ կասեմ։ indeed there is a reference in our Այո, մեր սահմանադրությունում կա հղում անկախության հռչակագրին նախաբանում կամ տեքստի որևէ մասում, but legally բայց գործնական իրավական ուժ ունեն միայն այն դրույթները, որոնք բառացիորեն մեջբերված են սահմանադրության հիմնական հատվածում։ significance and are imperative only those that are literally quoted in the text in the body of Constitution. That sentence about which our colleagues from Azerbaijan Այն նախադասությունը, որի շուրջ մեր ադրբեջանցի գործընկերները մտահոգություն ունեն, մեջբերված չէ մեր սահմանադրությունում։ reference to the Declaration of Independence. Կա միայն ընդհանուր հղում, հիմք ընդունելով անկախության հռչակագիրը, Հայաստանի ժողովուրդը հայտարարում է, եւ ապա շարադրված է սահմանադրությունը։ So, again, legally, in the world, there is only one body that has the right to interpret, to comment our Constitution. Ամբողջ աշխարհում կա միայն մեկ մարմին, որ իրավունք ունի մեկնաբանելու մեր սահմանադրությունը։ Դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է։ Անցյալ տարվա սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը եզրակացություն տվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված մեկ այլ փաստաթղթի վերաբերյալ, որը վերաբերում էր սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգմանը։ Basically. And in this regulation, it is mentioned that the delimitation is taking place on the basis of Almaty Declaration. Այդ փաստաթղթում նշվում էր, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Ալմաաթայի հռչակագրի հիման վրա, որը ամրագրում է, որ խորհրդային հանրապետությունների լուծարման պահին ինչ սահմաններ եղել են, նույններ ճանաչվում են որպես պետական սահմաններ։ So once last September, our Constitutional Court said Անցած տարվա սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը հայտարարեց, եւ դա բաց փաստաթուղթ է, որ սահմանների այդ սկզբունքը, որը նշանակում է, որ մենք չենք կարող ի մեջ տարածքային հավակնություններ այն սահմաններից դուրս, լիովին համատեղելի է մեր սահմանադրության հետ։ Եվ վերջ։ So now, if we sign this treaty, this again, Ու հիմա, եթե մենք ստորագրենք այդ պայմանագիրը, վավերացման գործընթացի շրջանակում այն կուղարկվի մեր Սահմանադրական դատարան։ if our Constitutional Court once again says Եթե Սահմանադրական դատարանը եւս մեկ անգամ հաստատի, որ այն համապատասխանում է մեր սահմանադրությանը, ապա դա կլինի եւս մեկ ապացույց, որ խնդիրը լուծված է եւ որևէ խոչընդոտ չկա։ Եթե տեսականորեն մեր Սահմանադրական դատարանը այլ բան ասի, դա արդեն այլ իրավիճակ կլինի եւ մենք կվերադառնանք ձեզ մոտ հետագա քննարկումների համար։ Ու նորից այստեղ վճռորոշ են քաղաքական կամքը, կողմնորոշումը եւ այն, թե որտեղ ենք մենք կենտրոնանում։ Մենք խաղաղություն ենք կառուցում։ Կիրառելու ենք արդյոք արկա հնարավորությունները, թե դադարեցնելու ենք գործընթացը մտահոգությունների պատճառով։ going to use the opportunities or are we going to close the process having the concerns? Եթե մենք իրականում կամք ունենք, անպայման կգտնենք լուծումներ։ We'll find a way. Եվ այսքանով վերջ։ Շնորհակալություն։